Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այսօր մենք պարզապես հանձնաժողովի նախագահ չենք ընտրում։ Թղթի վրա սա երևի թե հերթական ընտրությունն է, բայց իրականում մենք որոշում ենք առաջիկա տարիներին ազգային ժողովի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղությունները։ Շարունակելու ենք նույն տրամաբանությամբ, թե վերջապես պահանջելու ենք նոր մոտեցում, կամք եւ ամենակարևորը արդյունք։ Խոսեմ ավելի ուղիղ։ 2023 թվականից ի վեր նույն մարդը ղեկավարել է ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ Այս ընթացքում փոխվել են կառավարություններ, փոխվել են միջազգային իրադրությունները, փոխվել են բանակցային ձևաչափերը, ինչ որ չափով փոխվել են նաև մեր առջև ծառացած մարտահրավերները։ Բայց մի բան ցավոք չի փոխվել։ Մեր հայրենակիցների գերության եւ անազատության հարցում մենք շարունակում ենք խոսել նույն լեզվով, լռությամբ։ Այս ամբիոնից ասում եք, բարձրացրել ենք հարցը, լուռ աշխատում ենք միջազգային գործընկերների հետ, բայց ես ուզում եմ շատ պարզ հարց տալ։ Իսկ ինչ արդյունք ունենք, որովհետև քաղաքականությունը հայտարարությունների մրցույթ չէ, հարգելի գործընկերներ։ Քաղաքականությունը չափվում է արդյունքով։ Եվ երբ խոսքը մարդկանց կյանքի, արժանապատվության, ազատության եւ նրանց կյանքի առհասարակ մասին է, արդյունքի բացակայությունը չի կարող անվերջ քողարկվել գեղեցիկ դիվանագիտական ձևակերպումների տակ։ Մեր գերիների ընտանիքներին պետք չէ հերթական հայտարարությունը։ Եվ եթե այսքան տարի անց մենք դեռ չենք կարող մի շարք հարցերի պատասխան տալ հստակ եւ չափելի լինեն դրանք, ապա մենք պարտավոր ենք հարցնել. արդյոք այս քաղաքականությունը պետք է շարունակվի նույն ձևով։ Ես չեմ ասում, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է ինքնուրույն ազատել Բաքվում պահվող մեր հայրենակիցներին, բայց հանձնաժողովը կարող է եւ պարտավոր է անել շատ ավելին։ Այն կարող է ձևավորել միջազգային խորհրդարանական ճնշում, կարող է համակարգված աշխատել Եվրոպական խորհրդարանի, ԵԽԽՎ-ի, ԱՄՆ կոնգրեսի եւ այլ երկրների խորհրդարանների հետ։ Կարող է միջազգային կազմակերպություններին մշտապես պահել այս հարցի օրակարգում։ Կարող է ստեղծել խորհրդարանական դիվանագիտության իրական մեխանիզմներ, կարող է ընտանիքների հետ ունենալ ինստիտուցիոնալ եւ կանոնավոր աշխատանք։ Եվ ամենակարևորը, կարող է այս հարցը դարձնել ոչ թե հերթական թեմա, այլ հանձնաժողովի քաղաքական առաջնահերթություններից մեկը։ Բայց մենք դա չենք տեսել, եւ այստեղ ես ուզում եմ անդրադառնալ եւս մեկ հարցի։ Տեխնացուի կենսագրության մեջ կա մի փաստ։ 2016-18 թվականներին նա աշխատել է Ավրորա մարդասիրական նախաձեռնության շրջանակում որպես բովանդակության պատասխանատու եւ խմբագիր։ Միգուցե կյանքի հեգնանք է, որ այդտեղ է աշխատել նաեւ արտաքին գործերի նախարարը Արարատ Միրզոյանը, որպես Ավրորա մրցանակ եւ 100 կյանք նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար։ Իդեպ այն հիմնադրամում, որին ադրբեջանական դատարանը համարել է ահաբեկչական խմբավորումներ ֆինանսավորող կազմակերպություն։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հիշեցնել, որ այդ նույն Ավրորայի համահիմնադիրներից է Ռուբեն Վարդանյանը, ով այսօր Բաքվի բանտում է 19 այլ գերիների հետ, ինչպես նաև նա, ովքեր այդ 19 մեր հայրենակիցները առնվազն անցնում են շինծու դատավարություններով, իսկ Ավրորան ստեղծվել է ոչ թե քաղաքական կամ ռազմական նպատակով, այլ մարդասիրությունը պաշտպանելու եւ այն մարդկանց աջակցելու համար, ովքեր ամենածանր պայմաններում ընտրում են փրկել մարդու կյանքը։ Սա մի նախաձեռնություն է, որի հիմքում ոչ թե պատերազմն է, այլ մարդուն փրկելու գաղափարը, ոչ թե ուժի կիրառումը, այլ երախտագիտությունը վերացված գործի։ Եվ ես այստեղ չեմ փորձում որևէ մեկին պատասխանատու դարձնել մեկ այլ պետության կողմից իրականացվող ապօրինությունների համար, բայց ես քաղաքական հարց եմ տալիս։ Եթե մարդասիրական արժեքները եղել են ձեր մասնագիտական գործունեության մի մասը, եթե դուք աշխատել եք այնպիսի նախաձեռնության մեջ, որի առանցքում մարդու կյանքն ու արժանապատվությունն են, ապա ինչու ձեր, որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գործունեության ընթացքում Բաքվում պահվող հայերի հարցը չի դարձել քաղաքական առաջնահերթություն կամ գուցե քննարկման թեմա։ Ինչու ենք մենք
Մենք չենք տեսել գետ մեկ արձագանք ձեր կողմից, որ դուք ահաբեկչություն ֆինանսավորող կազմակերպությունում չեք աշխատել, որ դա Ադրբեջանի հերյուրանքն է, Արցախի մեր ռազմաքաղաքական ղեկավարներին շինծու դատելու համար։ Չենք տեսել հետևողականություն, միջազգային ցանցի օգտագործում, պաշտոնական որևէ պատասխան։ Սա անձնական հարց չէ, բնավ, որ ասում եք դա անձնական է։ Սա քաղաքական հաշվետվողականության եւ արժանապատվության հարց է։ Եվ դուք հաշվետու եք մեր ժողովրդի, գերիների եւ անհատ կորածների ընտանիքների բոլորի առջև։ Իսկ ձեր կողմից լռությունը ուղղակի սարսափելի է։ Այսօր մենք պետք է որոշենք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լինելու է պարզապես հայտարարությունների հարթակ կամ ՔՊ-ի մանիպուլյացիոն քաղաքականության հարթակ, թե դառնալու է քաղաքական աշխատանքի, խորհրդարանական դիվանագիտության եւ միջազգային ճնշման իրական գործիք։ Ես կողմ եմ երկրորդ տարբերակին, ես կողմ եմ իրական փոփոխությանը, ոչ թե այն պատճառով, որ փոփոխությունը ինքնին լավ է, այլ որովհետև անփոփոխ քաղաքականությունը, որը տարիներ շարունակ չի տրվել անհրաժեշտ արդյունքը, այլևս չի կարող ներկայացվել որպես հաջողված քաղաքականություն։ Եվ ես ուզում եմ նաև ասել, որ մենք առաջարկում ենք գերիների եւ անհայտ կորածների հարցով հստակ գործողությունների ծրագիր, միջազգային խորհրդարանական գործընկերների հետ մշտական եւ համակարգված աշխատանք, ընտանիքների հետ կանոնավոր եւ ինստիտուցիոնալ կապ եւ ամենակարևորը հրապարակային հաշվետվողականություն։ Հարգելի գործընկերներ, Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները չեն կարող սպասել մեր քաղաքական հարմարվողականությանը կամ հարմարավետությանը։ Նրանց ընտանիքները չեն կարող եւս մեկ տարի, եւս մեկ ամիս, եւս մեկ օր լսել նույն ձևակերպումները կամ ձեր անգործությունը։ Մենք իրավունք չունենք այս հարցը վերածելու հերթական խորհրդարանական օրակարգային կետի։ Գերիների ազատությունը քաղաքական հայտարարության թեմա չէ, այն պետական պատասխանատվության հարց է, որովհետև ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է ոչ թե արձագանքի տեղի ունեցողին, այլ ձևավորի օրակարգ, ստեղծի միջազգային ճնշում եւ պաշտպանի Հայաստանի ու մեր քաղաքացիների շահերը։ Իսկ մեր գերիների համար ժամանակը պարզապես օրացույցի մի թիվ չէ, ինչպես մեզ համար։ Յուրաքանչյուր անցնող օր մարդու մեկ կյանքի մի օր է։ Եվ այս հարցում այլևս մեզ պետք չեն ոչ խոսքեր, այլ պետք են կամք եւ հստակ գործողություններ։ Ազատություն Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին։ Շնորհակալ եմ։